Շնորհակալություն, ուրեմն ցավոք սրտի ընտրական օրենսգիրքը չի կարգավորում մինչև քարոզարշավի պաշտոնական սկիզբը եղած հարաբերությունները, սակայն մեր աշխատանքային խումբը արդեն սկսել է ուսումնասիրությունները եւ որոշակի մանրամասներ հիմա փորձեմ ներկայացնել։ Մասնավորապես այս ընտրություններին կոնկրետ Գյումրիում նախորդ ընտրությունների համեմատ շուրջ 3000 քաղաքացիների թիվը ավելացել է։ Այս բանին մենք մոնիտորինգ ենք անում ընտրելու իրավունք ունեցողների ցուցակները, արդյունքների մասին մի փոքր ավելի ուշ մենք ձեզ կներկայացնենք ինչպիսի չարաշահումներ գոյություն ունեն, իսկ դրանք առկա են, բայց վերջնական արդյունքները նոր կներկայացնենք։ Ունենք դեպք, երբ որ կուսակցություններից մեկի ղեկավարը կիրակի օրը օգտվելով պետական միջոցներից, վարչական միջոցներից, ամբողջ կառավարության կազմով կամ գրեթե ամբողջ կառավարությունով եւ ազգային ժողովի որոշակի ներկայացուցիչներով գտնվել է Գյումրի համայնքում, ըստ էության իրականացրել է քարոզարշավ եւ ոչ միայն խախտելով ընտրական օրենսգրքի որոշակի սկզբունքներ, նաեւ սուտ խոստումներ է տվել ընտրողներին, մասնավորապես այն միտքը, որ արտահայտում էր, որ 300-ից 350 միլիոն դոլարի վերադարձ կլինի այս ընտրությունների արդյունքներում, դա կեղծ խոստումներ է, քանի որ ոչ թե խոսքը գնում էր գլխավոր դատախազի ընտրության մասին, այլ ավագանու ընտրությունների մասին, որը երբևիցե օժտված չի եղել նման լիազորություններով։ Եվ ցավալի է, որ այդ ամբողջ process-ը մեկնաբանվել է ՀՄԵԿ-ով, հանրայինով, այսինքն եւս օգտագործվել է վարչական ռեսուրսը եւ քարոզարշավը չսկսված մեկնաբանվել է ամբողջ process-ը օգուտ թեկնածուներից մեկի, որը մեր կարծիքով առնվազն ռիսկ է պարունակում եւ հետագայում մեր ամփոփիչ եզրակացության մեջ ներառված կլինի անպայման։ Մենք Գյումրի քաղաքը ամբողջությամբ ուսումնասիրել ենք, որը այս պահին արդեն հեղեղված է բազմաթիվ թեկնածուների պաստառներով, որին եւս անդրադարձ կկատարենք հետագայում։ Կուզենամ նշել անպայման, որ մենք արդեն գրասենյակ ունենք բացված Գյումրիում եւ ինչպես պարոն Չալաբյանը թեժգծի համար հայտնեց, ես հիշեցնեմ 033 97 82 81 եւ ասեմ մեր գրասենյակի վայրը, որը գործում է արդեն, իսկ ընտրությունների օրը շուրջօրյա կգործի, մասնավորապես Գյումրի քաղաք Տիգրան Մեծ 2/3